ուրեմն մինչև պատասխանը հունվարի 22-ին, եթե հիշում եք կառավարության հարցը պատասխանի ժամանակ Արթուր Դևրիկյան, Պրոշյան համայնքի բնակիչ։ Հունվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցը պատասխանի ժամանակ ասեց պետությունը մտնում է ժողովրդի գրպանը եւ ասում է դու ես իմ տերը, մենք քեզ չենք թա, բայց իրականում պետությունը հիմա այսօրվա դրությամբ մտել է Պրոշյան եւ Քասախ համայնքի բնակիչների գրպանը եւ առաջարկում է ու սկսում է թալանը 2.5 ժամ տևած քննարկման ընթացքում մի պատասխան եղավ, որ ոչ 25 համար եւ 59 համար սպասարկող ավտոբուսները չեն լինելու երթուղում, դուրս են գալու երթուղ։ Չասեցին երբանից, բայց չեն լինելու, չեն սպասարկվելու, մուլտիտրանսի ավտոբուսներն են սպասարկելու, հա մուլտիտրանսի ներկայացուցիչը խոստացավ, որ ավելի շատ ալնելու երթուղում ավտոբուսների քանակը, ժամերը կդիտարկեն եւ 200 դրամ, բայց մեզ իհարկե դա չի գոհացնում, որովհետեւ հիմնականում Պրոշյան համայնքը ունի շատ ուսանողներ, երիտասարդներ, ովքեր գնում են դպրոց եւ աշխատանքի մարդիկ գնում են քաղաքի կենտրոն եւ ոչ թե գնում են, ասենք, ֆիզիկայի ինստիտուտ։ Բայց ներողություն, դուք պահանջներից մեկը, որով եկել եք այստեղ, այն էր, որ 25 համարին ձեռք չեն տալիս, այլ գազելներ կարող են։ Եվ հիմա նաև մեկ հարց, եթե խնդիրը կառավարության կողմից դրված է, որ պետք է Երևան քաղաքի տրանսպորտը բեռնաթափվի, հետևաբար այդքան մեծաթիվ, հա, իրենք դուք ասացիք, որ ասել են գազելների թիվը կավելացնի, դեպքում դե մենք դա էլ հարցրեցինք, այդ հարցի պատասխան չտվեցին եւ որոշումը կառավարության եղել 2006 թվականից, եթե չեմ սխալվում, որ պետք է մարզային տրանսպորտը սպասարկվի, բայց մուլտիտրանսը տենդերը շահել է 2021 թվականին, բայց չգիտես ինչի նոր են որոշել, որ գան։ Խնդիր չկա, մենք մուլտիտրանսի դեմ ոչ մի բան չունենք, թող երկրորդ գիծը լինի, երրորդ գիծը լինի, որտեղ երկու համայնքները արագ զարգանում են եւ նույն ուղղության վրա այնտեղ պահածոների կոմբինատի աշխատողներն են գնում էլիտար, նոր թաղամասեր կա, այդ կոմպլեքսը պետք է գա, մարդիկ շատ են գնալու գան այդտեղով եւ ուղղակի գնալ դեպի բանի մոտ, ֆիզիկայի ինստիտուտի մոտ մարդկանց համ թե գրպանն են մտնում, այսինքն գինը կրկնակի թանկանում է, համ արդեն դառնում է, որ մարդը պետք է թե ժամը 7-ին էր դուրս գալիս տանից, պետք է 6-ին դուրս գա, որ 3 հատ տրանսպորտ փոխի, հասնի իր աշխատանքը։ Հաջորդիվ քայլերը խնդրեմ։ Հաջորդիվ քայլերը հիմա մենք կգնանք համայնքի բնակիչների հետ կքննարկենք, իհարկե մեզ դե նաև այս ժամին իհարկե պատասխանը մեզ դուր չեկավ։ Մենք գնանք հաջորդ քայլերը երևի չենք նստի այդ ավտոբուսները, կբոյկոտենք եւ եթե պետք լինի նաև էլի կանցնենք փողոց փակելու։ Ժամային գրաֆիկի ճշտում եղավ, որովհետեւ մինչեւ 19:30 պետք է աշխատեին։ Այո, ժամային գրաֆիկի պահով ասացին, որ խնդիր չկա, եթե պետք է մինչեւ գիշեր ժամ 1-ն եք աշխատի։ Այդ դեպքում ընդառաջեցին, բայց մեկը գնալ հասնել երեկոյան աշխատանքից հետո այնտեղ շատ դժվար է հասնել բանի մոտ, ֆիզիկայի ինստիտուտի մոտ։ Հանդիպվել եք միայն ՏԿ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ, թե այլ պաշտոնյա։ Արմեն Սիմոնյանի էլի կային փոխնախարարներից ազգանուններ չեմ հիշում եւ ներկայացուցիչներ մուլտիտրանսի։ Տրանսպորտի վարչության պետն էլ էր ներկա։ Այո։ Եթե ամփոփենք, ստացվում է բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել, բնակիչների շահը, այսինքն դա պետք է հենց ազգաբնակչության շահը դրվեր առաջին տեղում, ստացվում է այդպես չէ։ Այո, միանշանակ 2.5 ժամ մենք նույն բանն ենք պնդում, ամեն ձև փորձում ենք բացատրել, բայց պատասխանը մեկն էր, որ ոչ 25 համարը չի սպասարկել։ Իսկ 21 Իդեպ ասեմ կներողություն, եթե բերում են օրինակը, որ Երևանի տրանսպորտը չի կարող սպասարկել, եթե նայում ենք մենք քարտեզով, Երևանը ավարտվում է նախկին պաշտպանության նախարարության շենքի այդ տարածքում, այսինքն մինչև Պրոշյան համայնքի հայփոստի տարածքը 1 կիլոմետր է չկա։ Մեր խնդրանքը դա էր, որ ընդամենը այսքան մարդկանց դժվարությունը ստեղծելու փոխարեն գնան ընդառաջեն եւ մի քանի կիլոմետր ավել այդ ավտոբուսը աշխատի։ Այսինքն դուք նշեցիք, որ 2021 թվականն է մուլտիտրանսի հետ պայմանագիրը կնքվել։ Հիմա 2021-ից մինչև հիմա բնակիչների հետ հանդիպում եղել է, տեղեկացրել են։ Ես ոնց հասկացա, դուք շաբաթ օրը բնակիչները հանկարծակի, հա,
եկան, որ ինչու 25 համարը չի գործում։ 4 տարի արդեն անցել է։ Որևէ հանդիպում այս ընթացքում եղել է բնակիչների հետ, որպեսզի ասվի։ Չէ, բնակիչների հետ որևէ հանդիպում չի եղել, տեսեք, մինչև 25 համարի երթուղին գից մտնելը, սպասարկում էր 114 համարի գազելները, էլի մեծ դժվարություններով քաղաքացիները մի ձևի գնում գալիս են։ Առավոտը շոֆերը ներողություն սենց էր անում, որովհետև տեղ չուներ, երեկոյան սենց անում, որովհետև արդեն գծից դուրս են գալիս։ 25 համարը երբ որ եկավ, նորմալ սպասարկվել է, 25 համարով գնացել եկել են, իհարկե եղել է պիկ ժամերին մարդիկ մեզ տեղ չի եղել մեջը, բայց իսկ ինչ վերաբերում է ծանուցմանը, ծանուցումները եղել են մենակ տեղադրված, եթե չեմ սխալվում նախորդ ամիս, Քասակ եւ Պրոշան համայնքների Facebook-յան էջերում եւ մեկ էլ մարդիկ իմացել են ավտոբուսի շոֆերներից, ավտոբուսի վարորդներն են ասել, որ չեն սպասարկելու։